Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Հարամ Գասպարի Սարգսյանը։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Նոր նախնական զրույցում խոսում ենք, ասում եմ, այնպես հագեցած է լրահոսը, որ չգիտեմ որտեղից սկսել, բայց երեք իսկապես բարես բուն իմաստով խայտարակություն տեղի ունեցավ մեկը չէ, ընդհանրապես։ Հա, ճիշտ եք, եւ առավոտյան եւ երեկոյան, այո։ Բայց իհարկե ճիշտ է, որ սկսենք այս թեմայից, շատ լավ է, որ երեք նաեւ հրապարակվեց այն ձայնագրությունը, որ երևում է, թե ինչպես է թիկնազորը հարվածում եւ հրմշտում երիտասարդներին, Դավիթ եւ Միքայել Մինասյաններին, ինչ է տեղի ունենում եւ որից հետո այս շարլատան ասեմ, ինչ ասեմ, որ իսկապես ինքը այսպիսի բաներ է ստեղծում եւ տպավորություն է, որ հատուկ է այս ամեն ինչը Նիկոլը անում, մարդիկ աղոթում են տոն է եկեղեցում եւ մեկ էլ մտնում է ու սկսում է ինքը շատ լավ իմանալով որ այնտեղ ինչ կարող է լինել ինքը շատ լավ մտնում է եւ ստեղծում է այսպիսի իրավիճակ երեք որոշում կայացվեց որ երկուսի նկատմամբ է ճիշտ ասած որոշում է կայացրել մեկը ինչ էր մեղադրանքը ներկայացվել է բայց առաջադրվել է այո երկուսին էլ երկրորդին էլ որոշեցին որ պետք է 2 ամսով կալանավորվի ուրեմն փայլուն երիտասարդներ են այս երիտասարդներ ես գրառում էի կարդում ճիշտ է գրած ոչ թե ինչ որ կլավներում են ձեր ճատերի նման ձեր անդաստիարակների նման եւ ոչ թե ինչ որ չգիտեմ զվարճանքների մեջ աղոթայ գիրքը իրենց ձեռքին կանգնած ես չգիտեմ այդ պատկերին արդյոք դուք շատ եք ականատեսնում չի կարելի ասել որ շատ բայց եթե 18-ամյա երիտասարդները կանգնած են այդպես մասնակցում է, սա ինչի մասին է խոսում, իրենց նկարագրի մասին է խոսում, իրենց ընտանիքի մասին է խոսում, իրենց արժե համակարգի մասին է խոսում, բարոյականության մասին է խոսում, կրթական ցենզի մասին է խոսում, իդեպ այդ չգիտեմ, այս անզգա այս արարածը, որ իր ամեն ինչից զգայական բոլոր բաները, այս մարդու մոտ, այդ կրթության նախարարի, այդ կնոջ մոտ մարած են իր այդ անհասկանալի հայացքը, իր անհասկանալի այդ ռեակցիաները, արձագանքները, որ տեսնում ես, այսօր առաջիններից մեկը ինքը պիտի արձագանքեր եւ խոսեր, որովհետեւ բացարձակ գերազանց երիտասարդներ են իրենք եւ վստահաբար ինչ ապագա է իրենց սպասում, բայց հերթական անգամ փորձ է արվում կործանելու եւս 1-2 ճակատագիր, այսինքն 10000 ճակատագիրը բավարար չէր կործանված զոհեր 13000 հաշմանդամների կործանված ճակատագիրը բավարարված չէր 10 մոխրացած զինվորներին հիշում եք որ դրա մասին ոչ մեկ չի խոսում բավարար չէր Սյունիքում զոհված այդ Սյունիք որ հարձակվել էին 250 զոհերը ճակատագրերը բավարար չէին հղի կնոջ եւ չծնված երեխայի կործանված ճակատագիրը բավարար չէր հիմա սա շարունակվում է ուղղակի գիտեք այս թուրքական քարոզչությունը 20 տարի այնքան հզոր այնքան ուժեղ աշխատել է դա չասեք լիբերալ դեմոկրատական ազատ խոսք այնքան ուժեղ է աշխատել որ հիմա ինչ որ պրիվետ չգիտեմ պատահական ասենք ինչ որ բանով եւ դրա համար էլ ինքը նաեւ պատասխանա տվեց թիկնապահը որ միջև մա պրիվետ են ասում մի այդ մահվան հետ կապված բա քանի պրիվետ ունի ստանալու Նիկոլը հա 25000 դա հաշմանդամներով հղի կնոջ բան չի միաչե Միքայել Պողոսյաններ կամ չգիտեմ այն իբրև թե դուք դեմոկրատ եք խոսքի ազատություն մամուլը ամբողջությամբ հեղեղած եւ միջև հիմա իրանց ֆեյքերով ինչ որ պրիվետներ եք տալիս բայց զոհերի պրիվետները երբ եք տալու այդ 10 մոխրացած վերջացա փակվեց գնաց իրավապաշտպանները ձայն չկա մոխրացան է փակված մեղած ասենք ինչ արեցին այդ ինչ եկավ այդ ինչ հրթիռ եկավ այդ ինչ պայթեցրեց թշնամին ինչ տեղի ունեցավ բա մի հատ պրիվետ տվեք Սուրեն Պապիկյանին բա մի 20000 զոհերի համար պրիվետ տվեք մի հատ Նիկոլին բա 25000 կործանված ճակատագրերի համար մի հատ պրիվետ տվեք այդ թուրքական քարոզիչներ 150000 հայերի բա այ ճիշտ ասեցիք մի հատ 150000 հայերի պրիվետը տվեք տեսնենք բա այն պայթած Արցախ Ստեփանակերտում որ պայթեց այդ բենզալցակայանը հետքերը չկա ես ընտանիք գիտեմ որ երեխայի հետքը չկա մի հատ կոշիկի բան են գտե հետքը չկա մոխիրա դարձել բա այդ պրիվետը տվեք Նիկոլին բա այդ պրիվետները ով է տալու Նիկոլին բա քնած եք ընդդիմություն
Առավոտ ու գիշեր զարթնեք ամեն օր 40,000-ի համար մի հատ պրիվետ տվեք Նիկոլին ու հիշեցեք, չէ՞ ձեզ թվում է թե մարդիկ այդ հղի կնոջը չեն մոռացել, չէ, մոռանում են, այդպես է, մարդկային հիշողությունը այդպես է, այդ 150,000-ի մասին մոռացել են։ Հիմա հիշում եք, լավ է, պարոն Սարգսյանն ու իր նման մի 10 մարդ կա, որ հիշում է, որ մենք 800,000 փախստական է, ով է հիշում ձեզանից բացի։ Ոչ մեկ, ով է հիշում ընդհանրապես դրա մասին, որ այսքան դրանց ճակատագրերը ուր գնացին, ինչ եղավ, ով է հիշում։ Նարատիվ է եկել, հենց որ տենց բաների մասին խոսում ենք, հետամնացեք երևի, հա։ Ասում են պատերազմ եք ուզում։ Իա, ինչ եք ասում։ Բա Ալիևը պատերազմ է ուզում։ Բա ուրեմն եթե Ալիևը 300,000 բերում է, բան չեք այս տականքի խոսքին խափնվում։ Բա ուրեմն իրական ուրեմն 5-րդ պատերազմն է բերում։ Թե չեք ուզում հասկանալ, որ մարդը 5-րդ պատերազմն է բերում։ Ձեր թույլտվությամբ պարոն Սարգսյան, այս դրվագը նայենք ու պիտի խնդրեմ սրա մասին ձեր գնահատականը հնչեցնեք։ Ես տեսել եմ սա։ Ոնց ինչ են անում թիկնապահները։ Խառնակիչ, տեսեք ինչ են անում։ Տեսա՞ք, հարվածեց։ Թիկնապահը հարվածում է։ Իրան խաչակը։ Այո։ Թիկնապահը այսպես ուղակի բառուսբուն իմաստով, բա մացո ես, ինչ աղբա, չի տեսել սա։ Լավ մի արա վատ եմ զգում։ Չի տեսել սա։ Այո, Հովանավանքում։ Խնդրեմ, տեսեք թե ինչ է տեղի ունենում։ Գիտեք, այս ամենը այնպիսի ողբերգություն է, իրականում ողբերգություն է, որովհետև մեր ժողովրդին այսենց մասնատելով, այլասերելով տանում են, չգիտես, մենք հասկանում ենք ուր են տանում։ Այստեղ խնդիրը միայն դա չի, որովհետև պարզ երևում է, որ դա սադրանք է, ինչու։ Որովհետև գալիս ես եկեղեցի պատարակի, չէ, պատարակի, գալիս ես ներս ես մտնում ուշացած, եթե որևէ մի տեղ կա, այնտեղ էլ պետք է կանգնես, ոչ թե գնաս հրմշտելով առաջի շարք կանգնես, հա ինչ, հետո դու սովորական քաղաքացի ես, հավատացյալ ես, եթե դու այդպես է կարգը, որ դու ընդամենը ոչ մեկին չխանգարես, բոլորը այնտեղ խորացած են Աստծո հետ իրենց զրույցն են անում, չգիտեմ, իրենք հավատացյալ են, իսկ դու, այսինքն դու ցուցադրում էիր, որ ես եմ եկել, բոլորը տեսեք, ճանապարհ տվեք, եւ այլն։ Այո, իհարկե, միանշանակ, սա մեկ, երկրորդը, 20 րոպե դեռ կա մինչև պատարակի վերջը, դու նույն ճանապարհով, էլի քո հետ ախրանիկները հրմշտելով գալիս են, երիտասարդ տղաներ են, կանգնած են, որոնք եկել են իսկապես աղոթքի համար։ Եվ նրանց սկսում են նորից տեղից շարժել, չգիտեմ, էնել կոպիտ ձևով, նա էլ ասում է, ես ուզում եմ իմ տեղում մնամ։ Ինչ է կատարվում դրանից հետո։ Դուք եկեղեցում իրականացնում եք բռնարարքներ։ Հիմա ես հարց եմ տալիս այդ դատավորին, Մնացական Մարտիրոսյան, հարց եմ տալիս, այսինքն երբ որ դուք նրա արարքն էիք գնահատում, որոշեցիք, որ Նիկոլ Փաշինյանը այդ օրը եկել է այնտեղ քաղաքական գործունեություն ծավալելու կամ իր ծառայողական գործունեությունը ծավալելու, որովհետև այդ հոդվածով եք դուք նրան դատում, այդ երիտասարդին։ Այսինքն նա եկել էր պատարակի քաղաքական գործունեություն ծավալելու։ Դուք հասկանում եք այս ամբողջ անհետեթությունը։ Այսինքն դու ինչով ես քեզ արդարացնում, որ դու ինչն ես, որ արարքն ես, բայց այդ դեպքում ես ախրանիկ կոչվածի արարքը ո՞նց եք որ չեք գնահատում։ Նա իրավունք ունի մարդուն խփելու, հա։ Իրակ երիտասարդ տղային կարելի է խփել, այն էլ եկեղեցում։ Եվ այս ամենը աղոթագիրքը ձեռքի այո, եւ ինքը խաչակրվում է երիտասարդին, աղոթագիրքը ձեռքի երիտասարդը իրան խփելուց հետո։ Չէ, մտածում եք, քանի ճակատագիր դեռ պիտի կործանեմ։ Հիմա շարունակությունը, մայրը ասում է, հասկացեք, 4 տարեկանից երեխաները ունեն իրենց առողջական ինչ-որ խնդիրներ։ Կապ չունի իրենց հոգեկանի, որտեղ այդտեղ ոչ մի խնդիր չկա, որտեղ առաջադիմությունը նրանց ոսկե մեդալ ստանալը եւ այլն, բոլոր գովասանագիրները մենք տեսանք, որտեղ դրված էին եւ շնորհակալագիրները։ Հիմա այս ամենը մի կողմ, հա, դատավոր։ Եվ դու հիմա տալիս ես երեխային 2 ամսվա կալանք, հաշվի չառնելով, որ նրա առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ։ Այդ Արմեն Գրիգորյանին դատող է, սպանող է, նույն դատավորը, նույն երեք գրել են թե ինչեր արես սա։
Ուրեմն Որտեղից են քեզ գտել։ Ուրեմն սա այդ արդարադատությունը, որ իբր ձեր անվան տակ դրված է, այդ արդարադատությունը հետո է գալու։ Որովհետև այս ամբողջը ինչ որ դուք հիմա անում եք, ընդհանրապես օրենքի հետ կապ չունեցողը։ Ես էլ եմ կրկնում, հիմա դուք խախտել եք մի հատ շատ կարևոր բան, բացի ամենից։ Դուք հաշվել եք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկեղեցի եկել Կիրակի օրով, պատարագի է եկել քաղաքական եւ ծառայողական ինչ որ պարտականություններ կատարելու համար։ Փաստացի, որովհետեւ այդպիսի հոդված է դրված։ Այդ հոդվածով եք դուք նրանց դատում, այսպես ասած։ Այս ամբողջը չի կարող չվերադառնա ձեզ, ախր հասկանում եք։ Սա բումերանգ է, որ ոնց է լինի վերադառնալու է։ Կապ չունի երբեք իշխանությունից հեռանալու։ Ոչ մի նշանակություն չունի։ Մի ամիս հետո, մի տարի հետո, միևնույն է։ Հիշեք այն մնացածների, բոլորն էլ այդպես են։ Նախարարությունը եւ այն կոկորտիլոսների մասնագետը, այ ողորմելի, այ թշվառ, դուք սա նկարագիրը ներքինը պատկերացնում եք։ Բալավ, կրթության նախարար։ Չէ, բայց մարսպետա թե ինչա գրում բանը վերջին զանգը Բերթի բան կան։ Դու որտեղ ես անցկացնելու, հա? Դու որտեղ ես անցկացնել Թուրքի բանտում, դու ինչ ես անելու թշվառ ողորմելի։ Հա, սողացող ողորմելի։ Իսկ ինչ վերաբերում է կրթության նախարարության եւ նախարարին, դա ինչ երևույթ է։ Ոնց կարելի է չմիջամտել։ Ոնց կարելի է մի հատ արարքին անգամ մի հատ գոնե արձագանքել։ Գալ տեսնել այդ երեխաները ոնց են սովորել, ինչ են արել, ինչի համար են, ինչի են եկել պատարագի երեխաները։ Այն նախկին իշխանության ներկայացուցիչները ասում էին առավոտը չբացված, մեզ դեսպանները մեզանից շուտ գրասենյակներում դռների մոտ կանգնած, այս ինչա, քաղ բանտարկա, բա մի հատ ծպտուն անեք, դրանցից ոչ մի ձայն այդ իրավական, չգիտեմ, կառույցներ են, ինչեր են, իրավապաշտպան կառույցներ են, դեսպաններ են, ոչ մի ձայն չկա։ Գերազանց առաջադիմության երիտասարդին դպրոցահասակ երիտասարդին դատում են, աղոթագիրքը ձեռքում աղոթ կանելու եւ լավ է որ այս պատկերը կա որ գալիս է երկու անգամ փորձում է հարվածել այդ երիտասարդներին։ Այն երիտասարդը երևի որով ձեռքը պաշտպանական բան անում էլի, հա, շատ հնարավոր է որ այդ նույն ախրաննիկի վրա է փորձում, որովհետեւ ինքը 18 տարեկան տղան շատ ավելի զգայուն է, քան դուք։ Բայց իրան ով է թույլ տվել որ մտնի, քաշքշի, ասել ձեզ մի հատ էլ արդեն վերջին 20 րոպեն գնա, հրմշտեն, չգիտեմ ինչ անել, չեն ուզում մարդիկ։ Խանգարել եք ամբողջ, այո, չէ, բացի դրանից դուք խանգարել եք այնտեղի անդորը, դուք անձամբ դա խանգարել եք։ Կանգնես ասես եկեղեցիները չուլանեն։ Կանգնես ինչ պղծություն ասես սրբազաների դեմ անես, տանես սրբազաներին կալանավորես, վեհափար հոր դեմ ինչ այլանդակություն ասես անեք, կալանք, պղծություն, ամբողջ տարածքները վերցնել, աչքները դնեք գանձարանի վրա որ բանը վերցնեք, անհավատ աղանդավորական ինչ որ շարժումներ անեք, աղանդավորական չգիտեմ ինչեր անեք, հետո էլ իբրև թե դու հավատացյալ ես մտել ես եկեղեցի, ուզում ա որ այնտեղ մարդիկ չասեն։ Սրբի տեղ դնես քեզ, գաս ասես, հա, ես եկել եմ, որտեղ ես հավատացել։ Որովհետև ինչ կա, որտեղ արժևում ընտրություն կա, քեզ պետք է կապիկություն անել, որ այդ մարդկանց բան անես, էլի ներգրավես, բերես քո կողքը։ Բայց ինչն է հետաքրքիր, որ դուք ասում եք բումերանգի պես են։ Մենք խոսեցինք, չէ՞, 150,000 արցախցիների մասին։ Ես վստահ եմ, որ այդ ձայնը բարձրանալու է, գալու է օրը, այդ 800,000 մեր հայությունը, որ այսպես գաղթականի նման ամբողջ աշխարհում եք Բաքվի հայություն, Սումգայիթի, Մարաղայի, Շահումյանի, Կիրովաբադի, Գանձակի ամեն տեղից որ փախչել են, մի օր գալու է դրա օրը, սրան վռնդելուց հետո։ Տեսակ ոնց առերեսվեց, մի հատ ցուցադրեք, թե ինչ տեղի ունեցավ Մոսկվայում, ինքը գիտի թե լավ բան է, ինչ որ ասում թող երեխաս ձեզ հետ նկարվի եւ ինչի հետ է առերեսվում։ Չէ, դուք սպասեք։ Գաբրիելա, երեք խոսում, երեք մալը։ Շատ շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, գիտեք ինչ համար եմ նկարել, որպես այս երեխեքը հիշեն, ում օրոք է Ղարաբաղը հազդվել։ Բա, այսպես էլ է լինում։ Այսպես էլ է լինում։ Այսպես բաներ է լինում, հա։ Ես մի խնդիր էլ կա այստեղ, բացի այն մյուս թեմաներին անցնելուց։ Տեսել եք որևէ մի պետության ղեկավար, որը
իր տարածքը, երկրի տարածքը դարձնի ինչ ասես, զնաչոք։ Մետաղի կտոր։ Հա, դարձնի եւ դոշին կպցնի։ Տեսել եք այդպիսի բան։ Հիմա ես հարց եմ տալիս, բացի նրանից, որ եթե դա համարում ես իրական Հայաստան, ուր է այդ 1000 քառակուսի։ ահա, այո։ Չէ, դուք հարց։ Էդ եմ ասում, ես էդ եմ ասում, ուր է բա այն մնացած այն 200 քարի իրենց ասելով 210 քառակուսի։ Այո, մինչև 1000 քառակուսի կիլոմետրը, բա այդ դեպքում ո՞նց է իրական Հայաստանը այդպես ներկայացնում։ Ադրբեջանը հիմա քեզ նոտակ ուղարկի, գիտես, կասի այդ կոնը չի, չէ։ Ես արդեն կանգնել եմ, ուրեմն Վայոց ձորի բոլոր բարձունքների վրա կանգնած են ադրբեջանցիները։ Գեղարքունիքի վրա գալիս են, այո։ Վարդենիսում նույն ձևով։ Ուրեմն այդ 21 կիլոմետրի մասին չենք մոռացել, չենք էլ մոռանալու, որովհետև դա եղավ ամենաանօրինական գործերից մեկը այս իշխանության։ Որովհետև մենք բացի ամենից ինչ որ մենք ասում էինք, այնտեղ անգամ այդ պայմանագրում կամ համաձայնագրում, որը նոյեմբերի 9-ին էր ստորագրվել, այնտեղ հստակ գրված էր զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ իրենք կանգնած են։ Ինչ պատճառներով, որովհետև Ալիևը ինչ որ բան պահանջեց, մեկն էլ ասեց, դե մենք պարտված էինք, մենք ստիպված էինք, պատկերացրեք։ Ուրեմն գալիս եք կանգնում եք այնտեղ եւ հանձնում եք մեր պետական ճանապարհի ամենակարևոր հատվածներից մեկը։ Այս ամբողջը թողած, հա, հիմա մենք խոսում ենք, թե իբր թե իրական Հայաստան, դե ուրեմն այդ 21 կիլոմետրն էլ ընդեղից հանի, ես չեմ տեսել քարտեզի վրա օրինակ ոնց է հանելու այդ 21 կիլոմետրը։ Դու արդեն ծաղրի առարկա է դարձել այդ ամբողջը։ Չկա պետության ղեկավար, որը այդ կտորը բերի կպցնի, ասի ես Հայաստանի ուրեմն ղեկավարն եմ։ Չկա տենց բան, Ֆրանսիան անի կամ չգիտեմ, որևէ մի երկիր էլի։ Էլ չեմ խոսում նրա մասին, թե ինչպիսի ծաղրանքի առարկա դարձակ բոլորդ, ես իմիջիալոց Մոսկվայի այդ այցի վերաբերյալ, ես ուզում եմ մի անգամից ասեմ, ինքը խնդրեց, որ իրան ընդունեն։ Սա մեկ։ Եկեք շեշտենք։ Ռուսական կողմը ձեզ հրավիրեց ապրիլի 1-ին։ Ոչ մի բան պատահական չկա այս երկրում եւ աշխարհում քաղաքականության մեջ։ Ապրիլի 1-ին սուտ խոսելու օրն է։ Դուք շատ հիանալի ձևով դա ներկայացրեցիք այնտեղ։ Ես մեջբերում անեմ ինչ է խոսքը, Մոսկվան ունի շատ ընկերներ գործարարների շրջանում։ Մի քանիսը նրանցից, որոնք ունեն Ռուսաստանի Դաշնության անձնագիր, գիտեմ գտնվում են անազատության մեջ։ Իհարկե դա ձեր որոշումն է, բայց կցանկանայինք, որ նրանք բոլոր կարողանան մասնակցել ներքաղաքական գործընթացներին, ասել է Պուտինը։ Ես մեջբերում անեմ, դուք պիտի խնդրեմ, որ հետո հերթով անդրադառնաք։ Սիտուացիա вокруг Ղարաբաղը остается чувствительным вопросом. Շատ զգացական հարց է, սա է ասել Պուտինը։ Արցախի հարցը։ Արցախի հարցը։ Բայց ինչի՞ ասեցիր, Արցախի հարցը փակված է։ Հա, դե ասեի, բայց Դե ասեիր Ղարաբաղյան շարժումը այլևս գոյություն չունի։ Բասեիր։ Այլ երկրի ղեկավարն է ասում, ինքը անընդհատ ասում է, փակել ենք, չխոսեք, Արցախից խոսեք, տեսեք ինչ եմ անում։ Արցախցիներ չհամարցակվեք։ Էնպես արել մարդիկ Արցախ բառը վախենում են։ Ընդհանրապես ասել։ Որպեսզի այդ դեմագոգիան ուզում եք շարունակեք, ասեք։ Ես ասեմ դուք հերթով չհանգարում հետո անդրադառնանք։ Ռուսաստանի քաղաքացիությամբ չեն կարող վարչապետի տեխնացուներ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը, վարչապետը նաև հայտարարել է, որ Հայաստանի բանտերում քաղաքբանտարկյալներ չկան։ Ինչ եք ասում։ Հետո դրանից հետո ժողովրդավարության մեր Ռուսաստանը բաստիոնը հանգիստ է վերաբերում Հայաստանում ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին քննարկմանը, սակայն միաժամանակ ԵԱՏՄ-ում եւ Եվրամիությունում գտնվել անհնար է, շատ կոնկրետ ասել են Պուտինի խոսքերից է մեջբերում անում։ Ցանկալի է, որ բոլոր ռուսամետ ուժերը մասնակցեն ընտրություններին։ Վլադիմիր Պուտին, Փաշինյանն ակնարկը Սամվել Կարապետյանի մասին Պուտինի հետ հանդիպան այստեղ բան կար եւ այլն, այսպեսի Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում եվրոպական ներկայիս գներից զգալիորեն ցածր գնով։ Էս են նրանց հետո որ դուք Եվրոմիություն եք ուզում։ Հայտարարել է Պուտինը, Փաշինյանն իր երթին նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները երբեք կասկածի տակ չեն դրվում։ Ինչ եք ասում, ուշագրավ է այսօր արձագանքներ են եղել սրան, չգիտեմ, դուք խոսեք, թե ես բառացիորեն մեջ բերեմ, որ Զատուլինն է խոսել, հայ ժողովրդի պարոն Սարգսյանն է կհաստատի մեծ բարեկամ, ում ինչարել հնարավորություն 35 տարի առնվազն ով հնարավորություն չունի գալ Հայաստանում, այսինքն հայ ժողովրդի բարեկամների արչև
Ադրբեջանը փակել է նրա ճանապարհը դեպի Ադրբեջան։ Այդ ամենը հենց դրանով գրավականն է Զատուլինի, որովհետև ինքը միշտ եղել է Հայաստանի ոչ թե Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամ, ինքը եղել է արդարության կողմնակիցը, որովհետև միշտ համարել է, որ արցախցիները իրավասու են առանձնանալու այդ երկրից, Ադրբեջանից եւ որոշելու իրենց ճակատագիրը։ Սա Զատուլինի սկզբունքային դիրքորոշումն է։ Մեր մեծ բարեկամն է Էնել ինչպեսի։ Մեծ բարեկամն է, ում արժևես իշխանությունը դռները փակել են։ Ինչ է ասել Զատուլինը։ Բավականին երկար է, փոքրիկ հատված մեջ վերեմ ու խոսքը փոխանցեմ ձեզ։ Պուտինը հստակ ասաց. անհնար է միաժամանակ լինել եւ եվրասիական եւ եվրոպական միջան կազմում։ Փաշինյանը ընդունեց, որ դա հնարավոր չէ, սակայն հայտարարեց, որ ընտրության ժամանակ դեռ չի հասել։ Միևնույն ժամանակ լռում է այն մասին, որ 2 տարի առաջ խորհրդարանն ընդունել էր ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը առանց իրենց միության կողմից որևէ հրավերի, այսինքն Նիկոլի մանիպուլյացիաները, խաղերը ստեր է, էլի որ ջրի երես ինքը գնում է այդ ճանապարհով, բայց ասում է, հələ դեռ մենք կողմնորոշված ենք։ Նպատակը մեկն է՝ փոխել հասարակության գիտակցությունը, թույլատրել կապերը Ռուսաստանի հետ եւ ստեղծել Եվրոպայում հրաշալի կյանք ճակերտներով պատրանքը, ինչը որ անում է Նիկոլը։ Սակայն Հայաստանի ու Ռուսաստանի որևէ իրական փոխարինում չի առաջարկում ոչ ռազմական, ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական ոլորտում, այսինքն Եվրոպան ոչ քիչ ռազմական պաշտպանություն է ասում, ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքական, այն բացի հիբրիդային պատերազմից, որ Եվրոպան հիմա անում է, որ մենակ թե Նիկոլը մնա իշխանության։ Այնուամենայնիվ իշխանությունները շարունակում են շարժել այդ ուղղությամբ, դա անվանելով ժողովրդավարության դրսևորումներ։ Եվ հետաքրիր է պարոն Օսկանյանի խոսքը, Պուտինի նախաբանը ըստ էության վճիռ էր Փաշինյանի վերաբերյալ։ Եթե հանենք դիվանագիտական ձևակերպումը, ուղերձը պարզ էր։ Դուք կարծես չեք հասկանում, թե ինչ եք անում։ Դուք սխալ ուղու վրա եք, եւ եթե շարունակեք այդպես, հայ ժողովրդին կհասցնեք անհամեմատ ավելի մեծ վնասներ, քան արդեն հասցրել եք, գրել է նախկին արտգործնախարարը։ Խնդրեմ, ինչը կառանձնացնեիք այս կարճ զրույցից, որ փոխանցվեց, ինչ էր ուզում հասկանալ։ Պատկերացրեք, ռեպորտաժը 5 րոպե տևեց, ես հիմա փոքր ինչ նաև դիվանագիտական արարողությունների հետ կապված բաներ պետք է ասեմ։ Հարցը ինչու՞մն էր։ Ես երեք օրինակ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինձ վիրավորված զգացի։ Ինչու՞։ Որովհետև երկրի ղեկավարը, այս օրվա ղեկավարը չկարողացավ հաշվարկել իր գործողությունները եւ հանուն ինչի էր գնացել Մոսկվա, հանուն ինչի էր ուզում հանդիպել Պուտինի հետ եւ ինչ ստացավ։ Ես միանգամից ուզում եմ ասեմ, որ դա տապալված ուրեմն այց էր, միանշանակ տապալված, արդեն ասեցի ապրիլի 1-ը նույնպես հատուկ էր ընտրված, որպեսզի դա էլ շեշտվի, որ դուք սուտ եք խոսում։ Երկրորդը արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ նրա դեսպան, որը Մոսկվայում դեսպան է Հայաստանի կողմից, այլևս իրավունք էլ չպետք է ունենան աշխատելու, որովհետև տապալել են այդ այցը եւ չեն նախապատրաստել այնպես, ինչպես որ դա հարկն է։ Առաջին անգամ ընդհանրապես աննախադեպ է, երբ որ հյուրընկալող կողմը ներկայացնում է հյուրին այն ամենը, ինչ որ արդեն իր այստեղն է հասել, այնքան սուտ են խոսել, որ հիմա արդեն ստիպված են ասելու, որ ախր դուք հասկանում եք, որ մենք այդ ամենը հասկանում ենք, որ ձեր խորամանկությունը այսպես կոչված մանկամտություն է, այդ բոլորը բացահայտ է, մենք բոլորը գիտենք եւ հասկանում ենք։ Հիմա ըստ էության հետեւյալն է։ Եկել ես, որպեսզի իրեն հետ քննարկես, ոնց որ ինքն էր այստեղ հայտարարում, երկաթգիծը Ղազախստանին տեղափոխել, ինքը ուզում է հասկանալ, թե ինչ վերաբերմունք է ունենալու Ռուսաստանը ընդհանրապես այս ընտրությունների նկատմամբ, ասի մի անգամ էլ ասի Վլադիմիր Վլադիմիրիչ, всё прекрасно, ամեն ինչ լավ է լինելու բան եւ այլն, մեր հարաբերությունները չեն խախտվելու, Պուտինն ասում է լսի։ Ուրեմն այդ նույնն էր, ոնց որ նմանվի սենց, ես եկել եմ իմ բարեկամ հարևանի մոտ, ասում եմ, գիտես ինչ, ես գիտեմ, որ դու ինձ անընդհատ օգնում ես, որ դու ինձ ինչ-որ աջակից ես եւ այլն, բայց եթե այն մյուս հարևանը հանգարց ինձ ավելի շատ բան տա, ես մի անգամից գնալու եմ նրա մոտ։ Այս բարեկամն ասում է, այս հարևանն ասում է, լսի, դու ինձ հիմարի տեղ ես դրել։ Եթե հիմա գնալու ես այն ժամանակ, հիմա գնա։ Հիմա դուրս արի այդ դեպքում։ ԵԱՏՄ-ից դուրս արի, որովհետև ԵԱՏՄ-ը քեզ տալիս է արդեն ասվեց 10 անգամ ավելի շատ մեծ շահույթ, քան դու ես ներկայացնում։
Երկրորդը դու չես դուրս եկել հապկի շարքերից, բայց նաև անընդհատ փնովում ես հապկը։ Անտեղի խոսում ես դրա մասին, պարզասվեց, որ եթե դուք 22 թվականին չճանաչեիք Արցախը Ադրբեջանի մաս, ապա հապկը իրավունք կունենար ինչ որ գործողություն աներ։ Ես ավելացնեմ, որ վերջը քանի անգամ նաև դեբատների ժամանակ եմ իրեն ասել Նիկոլ Փաշինյանին, հոկտեմբերի 4-ին նորից եմ հիշեցնում, ինչ առաջարկեց Ռուսաստանը, որ այն 2000 ուրեմն գրոհայինները, որոնք Թուրքիան իր տարածքով Սիրիայից բերել էր Լեռնային Ղարաբաղ, համարելով, որ դրանք միջազգային տերորիստներ են, իսկ այդ տերորիստներին ցանկացած վայրում, ցանկացած տարածքում կարելի էր ոչնչացնել, իրենք չարձագանքեցին, իրենք ոչինչ արեցին իմանալով, որ ամեն դեպքում Ռուսաստանը հենց այդ քայլով կարող էր կասեցնել պատերազմը, մենք չէինք ունենա հազարավոր զոհեր, մենք չէինք ունենա տարածքների կորուստ եւ այլն եւ այլն։ Դա հոկտեմբերի 4-ն էր 20 թվական։ Ընդամենը 1 շաբաթ էր անցել ուրեմն այդ ագրեսիայից Ադրբեջանի։ Այս ամբողջը փաստեր են, ձեզ թվում է թե մենակ դուք եք այդ ֆիքսում, մենք բոլորս էլ ֆիքսում ենք եւ առավել եւս այն մարդիկ, ովքեր դիվանագիտության մեջ մեծ փորձ ունեն։ Հիմա հաջորդը ինչ է ասում նաև հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը։ Ասում է, գիտես ինչ, այդ որ ասում է ժողովրդավարություն, բայց ժողովրդավարությունը ոնց է համընկնում այն գործողություններին, որը դուք իրականացնում եք։ Մարդկանց բանտ եք նստացրել, չեք համարում նրանց քաղաքացիներ եւ գնում եք ընտրությունների։ Ես համամիտ չեմ այս թարգմանության հետ, որ ռուսամետ ուժերին, գիտեք, Հայաստանում եթե կան ինչ որ մեծ ուժեր, ես դա չեմ ընդունում։ Ես ուրիշ բան եմ միշտ ասել եւ հիմա էլ եմ կրկնում, որ եթե դուք ուզում եք բարեկամություն անեք Ռուսաստանի հետ, եղեք հավատարիմ բարեկամ եւ նույնը պահանջեք ձեր գործընկերոջից, բայց դա չի նշանակում, որ մենք մեր շահերի փոխարեն պետք է սպասարկենք մյուս պետության շահերը։ Դրա մասին չի խոսվում, որևէ ընդդիմություն, եթե այդպիսի բան ասի, դա լրիվ այլ բան է, բայց ես չկա այդպիսի բան։ Բայց ամեն ինչ պետք է թվերով խոսել, չէ՞։ Տեսեք, հիմա ինքը սրիկայաբար իբրև թե արևմուտք է գնում, չգիտեմ ինչ է գնում, ամեն ինչ պետք է թվերով բացատրել։ Ապրանքաշրջանառությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Եվրոպայի հետ քորոք շատացել է թե ոչ։ Ոչ։ Այն որ դու նախկիներին քննադատում ես, մի քանի անգամ ավելի շատ եղել։ Իբրև թե դու արևմտամետ ես եւ արևմուտքի հետ բան։ Ռուսաստանի Դաշնության հետ այդ շրջանառությունը եկած փողերը ավելի շատացել է, այո։ Քո քաղաքացիների 70-80%-ը, որ ապրում են եկամուտ ունեն, դա միայն եւ միայն Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության առևտրի կանի դրանով է գումարած տրանսֆեր։ Հիմա ասենք ինչ ենք անհարմար զգում, որ ասենք մեր երկրում եթե 70-80%-ի ձեռքը փող է հայտնվում եւ ինչ որ բաների մեջ են, դա միայն եւ միայն Ռուսաստանի Դաշնության հետ այդ կապերի շնորհիվ է։ Այսինքն հիմա դա ասենք չէ, մենք վախենում ենք եկեք Ռուսաստանի անունը չտանք, դու վախեցի, դու դա անում ես սրիկա, բայց մեր ժողովրդին խաբում ես, ասում ես ես գնում եմ արևմուտք, էլ ասում ես լավ ես անում, բայց որ դու գնում ես արևմուտք, մի տարի ճիշտ է ասա, գնում ես թե չէ, ֆռացնում է, հələ չէ, ասում է ֆռացնում ես, դու գնում ես, դու արդեն քո պարլամենտում այդ ճամփի վրա ես, դու որոշում ես, կացե, որ պետք է գնաս, լավ ես անում, բայց դու քո ժողովրդին ասել ես, որ դի 6 անգամ շատ գազի գինը տա, որովհետև այն որ դու հակառուսական խոսում եք, այդ բարեկամությունից ելնելով, այսօր քեզ այդքան էժանա տալիս։ Բա ասեք ժողովրդին, Ժողովուրդ ջան, դու պատրաստ ես գնալ Նիկոլի հետևից, բայց 6 անգամ թանկ ոնց որ եվրոպացին վճարել գազին։ Լավ, ոչ միայն գազին։ Գազ եւ հոսանք, եւ ոչ միայն մնացած։ Ֆորենա եւ այլն։ Այո, դու պատրաստ ես։ Լավ, պատրաստ ես։ Դու պատրաստ ես ընդունելու Արցախահայության ճակատագիրը։ Քեզ շրջափակեն, հետո որպես բարեգործություն ասեն, հեսա ադրբեջանցին ու թուրքը քեզ գազ կտան, հետո կասեն, բայց տալուց առաջ մի հատ հաչա կամ վնգստա կամ չոկի կամ սադկի։ Ինչ ասելու թուրքը։ Դրան գոմարած։ Ինչ է ասելու թուրքը, այդ ասելու։ Բա բացատրեմ, չէ՞ վախենում։ Լավագույն դեպքում մի ամսով կտան ձեզ, ասենք թե $150, ուղիղ մի ամիս, 2 ամիս դուք կկտրվեք ռուսական ուրեմն սպասարկումից, 2 ամսից հետո նա մի անգամից գինը կամ կդարձնի 1000
կամ էլ ուղղակի կփակի Ինչ որ խողովակը։ հիմարները Շատ պարզ։ պարոն Սարգսյան մեղադրում են դուք ռուսամետ եք, այո, այն թվերը, այն ռուսամետությունը, որ պետք է իմ անվտանգությունը պահի, որ իմ Արցախի հարցը ապագայում լինի, որ ես անվտանգությունը չգան այստեղ չգիտեմ ինչ անեմ, որ հաց լինի, ջեռուցում լինի, բա իհարկե։ Անժելա ջան, ես այդպիսի այդ fake բաներին թողնեմ մի կողմ։ Չէ, բայց քանի որ Չէ, ես հասկանում եմ, մի րոպե։ Վախեցեք, մի ասեք, բան չեք այդ հացը ուտում։ Այդ ձրի հաց, այդ Ուրեմն, տանեժան։ այն ինչ որ ասում են թե իբր թե ռուսամետ են, ասեն, ես հարց եմ տալիս, դուք ընդհանրապես ով եք։ Չէ, դուք ով եք ընդհանրապես։ Դուք ինչ եք ուզում։ Եթե դուք ուզում եք իբր Եվրոպայի, հա, արժեքներին գնալ, Եվրոպան արդեն ձեզ միանշանակ ասել է, դուք չեք կարող լինել Եվրոմիության անդամ։ Չկա հրավեր, չկա այդ դրանք ընդամենը ձեզ օգտագործում են հանուն նրա, որպեսզի իրենց շահերը այստեղ հաստատվեն, այսինքն Ռուսաստանը այստեղից հեռանա։ Սա է գլխավոր հարցը։ Եվրոպացիք բարոյական է, բայց այնքան բարոյական է, որ ասում են մենք ռազմական օգնություն, աջակցություն, պաշտպանություն չենք կարող։ Բա դուք ինչ եք մտածում։ Թշնամի երկրներով շրջափակված։ Դուք ինչ եք մտածում, երբ որ նույն ձեր սիրելի արևմուտքն ասում է, եւ այդով չի ուզենա արևմտյան արժեքներով, այն նախկին արժեքների մասին, ոչ թե գլոբալիստական պղծության մասին է խոսքը։ Այդով չի, երբ որ խոսում ես, ասում է, բա դու այդ կրթական բանը չես, իհարկե գնահատում եմ, բայց այդ խոսքը չի վերաբերվում, որ այսօր այլասերվածներով, գլոբալիստներով լցված դրա մասին է։ Դուք պատրաստ եք, որ Եվրոպան ձեզ չի, ասում է, չեմ կարող։ Շատ ազնիվ են իմիջիայով։ Բացի դրանից, այդ ամբողջից ձեզ չեն կարող։ Եվրոպան իր դարդը պիտի լացի 6 անգամ թանկ գազը հոսանքա վճարում։ Չէ, միգրանտերի քանակը ինչի մաստ է խոսքը, այնտեղ այնպեսի դեմոգրաֆիկ փոփոխություններ են։ Ճիշտ ասում Պուտինը, ասում է դու գները գիտես որ 6 անգամ թանկ է այնտեղ, դու պատրաստ ես դες վճարել։ Այդ իր հերթին։ Բա հայերը գիտեն որ իրանց եկամուտը 70%-ի դա Ռուսաստանի Դաշնությունն է, գիտեն դրա մասին։ Պատրաստ են դրանից հրաժարվել։ Այս ուկրաինական պատերազմից ելնելով որ ապրանքները գալիս են այստեղ են գնում, որ մեր մթերքը բանջարեղենան ամեն ինչ դուք պատրաստ եք 70-80% ձեր գումարներից հրաժարվել, այն դեպքում որ միայն թե Նիկոլը իր թուրքական քաղաքականությունը կա հիմա արդեն մի խավ, ցավոք սրտի Հայաստանում կա մի խավ, որը անգամ պատրաստ է Թուրքի մոտ ծառա լինել։ Իր համար դա ոչինչ նշանակություն չունի, իր օրվա հացը ստանա մնացած իրեն չէ։ Ցավոք սրտի Թուրքին պետքա որ հայ չլինի։ Ցավոք սրտի իրեն որոշ բանսին կարող են պահել, որպես ծառա այն էլ անխոս։ Անխոս։ Դե ինչի, այնտեղ բաներ կան, որ պետք է անել, ոչ ոք չան։ Պահող լիներ Արևմտյան Հայաստանում կպահեր։ Եկեղեցի չերփակի, դպրոց չերփակի, վերջում է չեր կոտորի, հետո չեր ասի։ Հարցը դա չի ախր, հիմա մենք չենք գնում այդ ծայրահեղությունների, մենք խոսում ենք նրա մասին, որ վերջով Հայաստանի Հանրապետությունը ինքը պետք է այնպիսի հզորություն ձեռք բերի, որպեսզի կարողանա սեփական շահերը պաշտպանել նաև։ Եվ այդ դեպքում բարեկամներն էլ կգան, իրեն կպաշտպանեն, կօգնեն։ Եթե դուք սեփականը չեք պատրաստում, ես իմիջիալոց հատուկ որոշ այդ անձերի վերաբերյալ հանել էի բաց ինֆորմացիա, թե Ռուսաստանը ինչքան զենք էր մեզ տրամադրել անվճար 1 միլիարդ դոլարի ուրեմն զենք եւ այնտեղ բոլոր ժամանակակից զենքերն էին, որը չօգտագործվեց իրականում 20-օրյա 40-օրյա 4-օրյա պատերազմի Նիկոլ 6 միլիարդ զենքը չի տվեց իր Ալիևին։ Նա պրիվետ ասեք Նիկոլին։ Եվ բացի այդ ամբողջ նույն բաները ծաղրանքը, որ իբր թե Իսկանդերը 10%-ով էր պայթել, հա, այդ իսկապես ծաղրանք է եւ կան մարդիկ, որոնք դրան կարող են հավատան։ Զենքը չի կարողանում պայթի 10%-ով, կամ պայթում է, կամ չի պայթում։ Հիմա հարցը մենակ դա չի։ Խնդիրը նորից եմ կրկնում, դրված է հետևյալ կերպ։ Ազգային անվտանգության հայեցակարգ է պետք։ Հիմա ունի այս իշխանություն կոչվածը ազգային անվտանգության հայեցակարգ չունի։ Իր այսպես կոչված իրական Հայաստանը մենք արդեն տեսանք որն է։ Ուրեմն կնշանակի, եթե ազգային, շեշտում եմ ազգային, ոչ միայն պետական, այլ նաև ազգային, որովհետև մենք մի ազգ ենք, որը սփռված է աշխարհով մեկ, եւ մենք իրավունք չունենք հայի ճակատագրով չհետարկրվել, եթե նա ապրում է ցանկացած այլ պետությունում։ Ուրեմն ազգի միասնականությունը ապահովելու համար ունենալ է պետք ազգային անվտանգության հայեցակարգ։ Երկրորդը, եթե մենք այսօր այսպիսի քայլեր ենք անում, որը կոպիտ բառեր չեմ ուզում ախր օգտագործեմ, կլիենտի տակ, որ ասում են նельзя ёрзать, հա,
Հիմա եթե դու ստեղ կամ ստեղ ես կամ ընդեղ ես, այսօր շատ հանճարեղ մեր գործընկերներից մեկը հիշել էր, այո, հայրիկը, որը հիշել էր Բուրիդանյան ավանակի պատմությունը, որը սովից մեռավ, որովհետև չգիտեր որ դեզից օգտվի, աչից թե ձախից, մեկ ստեղ էր շուռ գալիս, մեկ ընդեղ, վերջ-վերջով սովից մահացավ։ Հիմա քաղաքականության մեջ պարտադիր պետք է հասկանալ, որ եթե դու չունես իրական կողմնորոշում, դու չես կարող լինել հավատարիմ բարեկամ, քեզ ցանկացած պահին կարող են գցել եւ ձախից, եւ աչից, եւ որտեղ ասես։ Այսինքն այս քաղաքականությամբ պատահական չի, չէ՞ որ այսօր ուրեմն կառավարության նիստից առաջ որևէ մի խոսք չասեց իր մոսկովյան այցի վերաբերյալ։ Պրիվետ iz Ադրբեջանա, շանցանումներ, երևի հայերեն գիտեք, դուք հենց դեռ սպասեք, Նիկոլին կճանապարհեն նորից կհիշեք հայերը ովքեր են։ Սպասեք, դուք հիշելու եք, ձեր Ալիևն էլ 200 միլիարդ է վճարելու հայ ժողովրդին։ Բաքվի համար, Սումգայիթի համար, Հարավայի համար։ Դուք սպասեք, դուք ձեր հույսը Նիկոլն է, ես գիտեմ, թող Նիկոլը գնա, դուք նոր կտեսնեք։ Երեկվա ուրեմն այցի ամբողջ էությունը եղավ այն, որ նորից եմ կրկնում, այո, հիմա կասեմ, աննախադեպ իրավիճակ, այն ինչ որ եթե դժգոհություններ կան մեկը մյուսից, այդ ամենը դիվանագիտության մեջ ձևավորվում է հետևյալ կարգ, առանձին փակ նիստի ժամանակ է արվում դա։ Եթե երեք որոշեցին Կրեմլում, որ պետք է այս ամենը վերջապես բացահայտ ասեն, սա արդեն պարզ էր, թե ինչ վերաբերվում։ Սա պարզ վերաբերմունք է, այսինքն ասեցին, որ մենք չենք հավատում ձեր ոչ մի ասացին, մեկ, երկրորդը, մենք չենք կարող գնահատենք ձեր արածը, որպես բարեկամ երկրի ուրեմն աշխատանք, եւ երրորդը, գիտեք ինչ, եթե ցենց շարունակեք, գնացեք ինչ ուզում եք արեք։ Տեսնեմ հələ դեռ կարողանալու եք դուք այս վիճակում առանց մեզ, եթե պարզ խոսենք, գազելը թողնեմ, ԵԱՏՄ-ից դուրս ես գալիս, եղբայր, դուրս ես գալիս։ Եթե հիմա դու շարունակելու ես այդ երկու դեզի գլուխը չգիտես որ կողմը շուռ տաս, եթե դա պետք է շարունակվի, ապա ես քեզ կկողմնորոշեմ, մենք քեզ այս մի դեզից կազատենք, գնա այն մյուս դեզի մոտ։ Էս է։ Իսկ այն դեզը ի՞նչ է նշանակում։ Դե դա արդեն թուրքական դեզն է։ Դա միանշանակ Եվրոպան չի, դա թուրքական դեզն է, որովհետև պարզ բացահայտ է դա, եթե այսպես շարունակվի եւ հիմա Իրանի Իսլամական Հանրապետության օրինակը բոլորդ ականջի օղ արեք։ Այսինքն այն ինչ որ դուր չի եկել Միացյալ Նահանգներին Իսրայելի թելադրանքով, կարող է լինել վաղը ձեզ հետ։ Նույն Իսրայելի, որի այո, 44 օրյա պատերազմում հաղթանակը տարել են Իսրայելի նաև, այո, ամենամեծագույն աջակցությամբ։ Եվ դրա փաստը նաև այն է, որ երկու այդ օդանավակայանները, որը կառուցվեց շատ կարճ ժամանակում Իրանի, այո, դրա մասին է խոսքը։ Իրանի սահմանին երկու օդանավակայան, որը դարձավ ռազմական բազա, Իսրայելի բազա։ Եվ հիմա Իրանը դեռ զգուշացրեց ընդամենը, ասեց եթե որևէ մի քայլ արվի մեր դեմ ձեր տարածքից, մենք ձեր տարածքը նույնպես կոչացնենք։ Այս ամբողջը հենց այնպես խաղեր չեն, եւ դա պետք է հասկանալ մինչեւ վերջ։ Եվ եթե տեսեք Թուրքիան ինչ է աշխատում, որ հանգարց Իրանը չմասնատվի։ Ինքը շատ լավ հասկանում է, թե դրա արդյունքում ինչ է լինելու։ Թուրքիան, որը կուզենար ինքը մնար այս տարածաշրջանում որպես այսպես ասած խոշոր տիրություն, ինքը հասկանում է, որ եթե հանգարց Իրանը այդպես լինի, մի կարևոր նաև իր համար վտանգ է առաջանում, օրինակ քրդական պետությունը, որովհետև առաջին հերթին 40 միլիոն քրդերը այսօր բաժանված են տարբեր տարածքներում, եթե Իրանը ուրեմն պարտություն է կրում կամ մասնատվում է, որը իրենց գլխավոր նպատակն է հրեաների, Իսրայելի հրեաների, ուրեմն դա կբերի նրան, որ եւս մի հատ Քրդստան կլինի, որը հետո վաղը կմիավորվի եւ Թուրքիայի Քրդստանը կձևավորվի եւ դա կլինի իր ամենագլխացավանքը Թուրքիայի համար։ Այս բոլորը իրենք հաշվարկում են, բոլորը իրենք հասկանում են։ Այստեղ է որ նստած են ոչ ոք ոչ մի բան չի հասկանում։ Այսինքն հասկանալով են անում երևի։ Ես կարծում եմ, որ իրենք հասկանալով անում են, տանելով մեզ այսպիսի կործանման ճանապարհով։ Բարեկամի հետ ես դա պետք է հատուկ շեշտեմ, ինչ որ հիմա Անժելան ասում էր,
300 տարի այս տարածաշրջանում բալանսը հավասարակշռությունը ուժերի եղել է այն պատճառով, որ Ռուսաստանը այստեղ եղել է։ Դուր է գալիս դա ձեզ, դուր չի գալիս։ Որտեղ Ռուսաստանը չլիներ, սիրելիներս, նայեք, Արևմտյան Հայաստանի հետ ինչ է արել Թուրքիան։ Գոյություն չունի, այսինքն Ռուսաստանը չլիներ, այս կտոր Հայաստանն էլ չէր լինելու։ Ինչի մասին է խոսքը։ Ես միշտ ասել եմ։ Եթե այդքան Արևմուտքը այդքան լավ էր, այստեղ չէր կարողանում։ Թող այդ հատվածում ստեղծեր Հայաստանը։ Ուրեմն ստեղից հետևությունը հետևյալն է։ Կամ մենք իրականում հասկանալով այդ ամենը վերջապես դառնում ենք այնպիսի ազգ, որը կարող է ինքը իրեն պաշտպանի, որը դա է ճանապարհը իհարկե, բայց եթե դուք այդքանը դեռ չեք կարողանում, ուրեմն բարեկամներից չեք հրաժարվում։ Սա է ամբողջ փիլիսոփայությունը։ 4 օր առաջ Սիրիայում այդ քրիստոնյա հատված եւ նաեւ հայերը հանրահավաքներ են անում, ինչ է տեղի ունենում։ Առևանգում են բոլոր երիտասարդ աղջիկներին, սպանում են կամ պարզ է տանում են ստիպելով հարեմ են տանում եւ այլ այս ժամանակ մեր դարում 3 չէ առաջ օրը այս ամեն ինչը հերո չէ եւ ինչ էր գրում վերլուծաբանը ասում է ինչ են եզդիներին քրդերին ասենք մյուսների հետ այդպես չեն վարում ասում է վարվում է բայց ցեղասպանելով ինչու որտեվ դեռ իրենց ձեռքը զենք կա քրիստոնյա հատվածի ձեռքը հատկապես հայերի բան չկա այդ զենքը հետեւաբար ինչ են ազատ մտնում են ուզում են առևանգում են ուզում են սպանում են այսօր մենք sense քնած ենք չէ մեր հետ կապ չունի այդ հայերը հայ չեն չէ կապ չունի այդ քրիստոնյաները այսինքն նույն բանը ով է ձեզ պաշտպանելու ոնց եք պաշտպանվելու բանակը այդ վիճակի մեջ է մեծ ռազմավարական դաշնակցի հետ ամեն օր քարոզ եք տանում թշնամի եք դարձնում հա հիբրիդային պատերազմ հյուսիսից դե գնայր ասեիր Եվրոպայի հիբրիդային պատերազմն է ամեն օր որ 10 քանի միլիոն տալիս է Նիկոլի որ ընտրություններ կազմակերպի լրատվականներով ֆեյքերով այս ինչ այլանդակություն է ֆեյքերի այս քանի միլիոն հատ է ստեղծել Նիկոլ անհնար է օրը 1000 հոգու բլոկ են անում անհնար է այս ինչ միլիոններ եք ծախսել այս ինչերի մեջ եք այնպես որ եթե այնտեղ քրիստոնյաների հետ այսպես են ով է մեզ պաշտպանել Աջելա ջան 170 աղջիկ զոհվեց դպրոցում Իրանի ինչ եղավ այդ ժամանակակից ցիվիլիզացիոն երկրներում որևէ մեկը քաղաքակրթությունից ելնելով ինչ արեցին իսկ եթե հանկարծ մեկ հոգի իրանց դեմ իրանց համար մի երեխա լիներ այդ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի լրատվականները դրոշակի պես 7 ամիս կդարձնեին կասեն տեսեք բարբարոսներ հրյա երեխա է մահացել հրյա իմիջիալոս մենք sense ամբողջ աշխարհը պատանդա դարձել էս հրյա ժողովրդի ձեռքը հիմա բան է էլի ամեն ինչ շրջվել է ցեղասպանված ժողովրդի հիմա ինքն է դարձել այդպեսին sense պատանդի մեջ ու գիտեք ինչա ուրեմն խոսքով ոչ մեկ իրանց բան չի կարող ասել որ ասեն դուք ցեղասպանեք այդ հոլոկոստն էլ այսպես ինչ որ բան ասես քեզ միանգամից կնստացնեն կհամարեն բայց ինքը գնում է փրթում է իրան ոչ մեկ մի բան ցեղասպանությամբ է զբաղված ոչ մեկ իրան ոչ Գազայի օրինակը ձեզ Գազա հիմա էլ Բեյրութի Լիբանանի հարավը ասում են 600,000 բնակիչ այլևս իրավունք չունի վերադառնալու իր տները։ Դուք հասկանում եք դա։ Դա վերաբերվում է այն հատվածներին, որտեղ մեր համայնքը ծաղկել է Պարիզբունի մասում, հատկապես Լիբանանում, ամենաազգային ուժերն են եղել, Վերջապես այնտեղ մեր երկրորդ կաթողիկոսությունն վերջով Կիլիկիո աթոռնը, Իրանի վրա է տարածում, նույնն էլ Իրանում ես հատուկ եմ ուզում շեշտեմ, ես եղել եմ, գիտեմ հայ եկեղեցին արտոնություններ ունի, որը պետականության էլեմենտներ է կրում։ Իրանում 18 հայկական դպրոց։ Իսվահանում հիանալի եկեղեցիներ եւ այլ դպրոցներ եւ այլ։ Այսինքն ամբողջ Իրանի այդ տարածքում հայերը հարգված մնացել են մինչև այսօր։ Եվ նրանց արտոնությունները տրված օրինակ հարսանիքը կարող է հենց եկեղեցում այսինքն դա արդեն համարվում է որպես պետական դմբուշ թե ինչ դա է եւ ժառանգությունն է ինքը ձևակերպում եւ կնունքը եւ այլն տարբեր բաներ այսինքն այստեղ արտոնությունները տրված են քրիստոնյա ժողովրդին իրենք լինելով մուսուլման իրենք բոլոր քրիստոնյա ժողովրդի իրավունքները հարգել եւ պաշտպանում են ոնց կարելի է դա ուրանալ ոնց կարելի է դա չհասկանալ եւ այդ պարագայում խոսել ընդհանրապես որ Իրանի դեմ Իսրայելը որպես թշնամի է հանդես գալիս որ ոչնչացնի այսօր արդեն խոսում են Աստված մի արած է դուք հասկանում եք եթե հանգարց այսպես ասած
ռումբը գցեն այն ռումբը, որը որ տակտիկական իբր թե նշանակություն ունի, խոսքը բանի ядерное оружие, միջուկային զենքի վերաբերյալ, անգամ եթե տակտիկական նշանակության։ Դա երրորդ համաշխարհային պատերազմն է։ Այսինքն մենք հիմա պետք է ամենայն զգոնությամբ լինենք եւ բարեկամների հետ, բոլոր բարեկամների հետ, իրական բարեկամների հետ լինենք ամենաբարիդրացիական հարաբերություններում։ Եվ չգիտենք թե ինչ աշխարհակաղակական համակարգ է ձևավորվելու վերջ-վերջով։ Մենք չգիտենք, այս կապիտալիզմը գնաց, հիմա ինչ նոր բան է գալիս, դա էլ չի հասկանում դեռ։ Ես ասեմ, որ 2008 թվականին Ռոդոսում մենք կազմակերպում էինք միշտ քաղաքակրթությունների երկխոսությունը Ռուսաստանը, Հունաստանը, Հնդկաստանը այդպես եւ մենք մասնակից ենք բոլոր նիստերին։ Այնտեղ սոցիոլոգներից ամենալավագույններից մեկը Վալերստայնը, պրոֆեսոր Վալերստայնը 2008 թվականին արդեն ասեց. վերջացավ այս մենք դրա պատճառով ենք, որ այս իրավիճակում ենք մինչալոց։ Կապիտալիզմի դարաշրջանը ավարտվեց։ Հիմա ոնց որ ֆեոդալիզմից էին անցնում դեպի կապիտալիզմ եւ ոչ ոք չգիտեր թե դրա անունը ինչ է լինելու, հիմա մենք չգիտենք ինչ է լինելու այս կապիտալիզմից անցումը դեպի չգիտեմ ուր։ Չինաստանի օրինակը ձեզ վառ օրինակ։ Այնտեղ չի կարելի ասել, որ դա սոցիալիզմը ամբողջական ձևով է կամ կապիտալիզմն է ամբողջական։ Այն կոնվերգենցիան, որ եղել է, նույնպես դրա որոշումը չունենք, պատասխանը չունենք։ Հասկացեք, մենք հիմա պարտավոր էինք ունենալ մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ, ռազմավարական հետազոտությունների ինստիտուտներ, ինչի համար, որպեսզի կարողանայինք հասկանանք, վերլուծեինք ամբողջ այս իրավիճակը գիտականորեն, հարևանների ամբողջ ունեցածը իմանայինք, ինչպես Թուրքիան գիտի Հայաստանի մասին, ամեն ինչ մենք չգիտենք մեր մասին, այնքան ինչքան հիմա Թուրքիայի համապատասխան ինստիտուտներն ու ուրեմն հետախուզական ծառայությունները գիտեն։ Մենք ոնց ասեմ, երեք այս տղան ոնց որ դասղեկը նստածրել էր, ասում էր, գիտես ինչ, ականջները չեն ոլորելու, բայց իմացի, որ այս բաներ ես արել, սրա համար պատժվելու ես։ Էս էր երեկվա այդ ամբողջի։ Ցավոք սրտի այդ հայ ժողովուրդն ազգալու։ Հա, եւ իհարկե դա, որովհետեւ եթե դու օրվա ղեկավարն ես այսօր երկրի, ու քեզ այդպես ես պահում։ Մնացել էր մեկ էլ շլապով գնար այդտեղ Կրեմլ։ Հա, ինչի։ Լուրջ եմ ասում։ Իբրև թե բան է կա։ Չէ, էտո լավ։ Եվ ինչ է սրա իմաստը, ո՞րն է։ Բա ո՞րն է գնահատականը ձեր երեկվա այցի։ Ինչի՞ այսօր որևէ մեկը բերանը չի բացում ասի թե ինչ կատարվեց այնտեղ։ Հələ դեռ չեք կարողանում, հա, որոշեք, ոնց դեմագոգիա ձևավորեք, որպեսզի ասեք կան, ինչ։ ես կմտածին, ես կֆրցնես։ Հա, բայց նայածում է ֆրցնելու։ Հայ ժողովրդին։ Հա, նայածում չէ, հայ ժողովրդին չէ, այլևս պրծավ է։ Արդեն ինքն էլ է հասկացել, որ հայ ժողովրդին չէ։ Մի ինչ որ խավին, այո։ Մի ինչ որ խավի։ Հայ ժողովուրդը արդեն ամեն ինչը գիտակցեց։ Պարզ ասում եք ես։ Ասում այն ժամանակ, որ քեզ ձայն եմ տվել, հիմա ես զղջում եմ։ Շնորհակալություն։